պաշտպանության հիմքերի բարձրաբանման արարողություն։ Չկա հիմքերի բարձրաբանման արարողություն, նման միջնորդություններ չունեն։ Շնորհակալություն, հարգելի պաշտպանության կողմ։ Չունենք նման միջնորդություն պահպանման դատարանում։ Շնորհակալություն, ինչպես նշվեց դատական նիստերի քարտուղար հանդիսանում է Մերի Մնացականյանը, ևս կարող եք բացառքի միջնորդություն ներկայացնել, որում դատական նիստերի քարտուղարին բացառքայինների հիմքեր նախատեսվում են քրեական դատավարության անձգրքի 71-րդ հոդվածով։ Հարգելի հանրամետադոր նիստերի քարտուղարի կապված Չկա նման չունենք պատվարժան դատարան։ Ինչպես նշվեց, ուսումնքիրական գործով մեղադրյալը պաշտպանում է գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավարտ դատախազ պարոն Դանելյանը։ Հարգելի պաշտպանության կողմ վերջինիս մասնակցություն ուսումնքի վարույթին բացառող հանգամանքներ հայտնի են տեսնում։ Պատվարժան դատարան, եթե դուք հետևյալ կերպ ձևակերպեմ, որպես այդպիսի մասնակցությունը բացառող հանգամանքներ հայտնի չեն, բայց մենք ունենք գնահատական եւ մենք ունենք դատավարական դիրքորոշում, որը նաեւ հետագայում ավելի մանրամասներ ներկայացնելու ենք, առայն որ օրինականությունը հսկողությունն ապահովելու պարտականություն ունեցող դատախազ Դանիելյանի կողմից, ով նաեւ հենց մեղադրական եզրակացությունը հաստատել է, ընդհանրապես դրա պատշաճությունը, օրենսգրքով սահմանված դրա տրամաբանությունը չի պահպանվել։ Այսքանը շնորհակալություն։ Այնուամենայնիվ ձերծեք մնա որևէ միջնորդություն ներկայացնելուց դատարանը ճիշտ հասկացավ։ Պատվարժան դատարան ելնելով նաև հենց այն հանգամանքից, որ մենք առավել հրատապ բնույթի միջնորդություն ունենք, մենք նախապատվությունը տալիս ենք անձնական ազատությանը վերաբերող հարցի քննությանը։ Շնորհակալություն, տարբերվող դիրքորոշումներ կա։ Որպեսզի առանձին չհարցնեմ, յուրաքանչյուր դեպքում, եթե տարբերվող տեսակետներ լինեն, ազատեք ներկայացնել։ Շնորհակալություն, հարգելի հանրամետադրող պաշտպանների առնչությամբ տեղեկությունները դատանը արդեն իսկ ներկայացրեց, մասնավորապես մեղադրյալների պաշտպանությունը սույն դատականության շրջանակներում իրականացնում են փաստաբանների պալատի փաստաբաններ, պարոն Մարտիրոսյանը, Վարդանյանը, Մուրաբյանը, Ֆերոյանը, Շուրեփյանը, Խաչատրյանը, Տիկին Ջուվանովան եւ ներկաներից մեկ էլ պարոն Աղաջանյանը։ Այ վերջիններիս մասնակցությունը ուսումնքիրական գործով վարույթին բացառող հանգամանքներ տեսակնի են։ Պատվարժան դատարան այս պահի դրությամբ բացառող հանգամանք առկա չէ։ Շնորհակալություն։ Փոխելով դատարան անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված ուսումնքիրական գործով վարույթին դատության հարցի քննարկման։ Հաշվի առնելով ուսումնքիրական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է համեմեղադրողի կողմից եւ քրեական գործով ողջույն դատարան, արտադրումը հնչեցում է պաշտպանության կողմի համար, հարգել պաշտպանության կողմ ուսումնքիրական գործին դատության հետ կապված տարբերվող դիրքորոշումներ ունեք։ Չունենք պատվարժան դատարան։ Շնորհակալություն։ Ելով դատարան անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում դադարեցնելու քրեական գործով Պատվարժան դատարան մեր կողմից ներկայացվել էր նաև հենց դատարանին դիմում միջնորդություն առաջնահերթության կարգով խափամամիջոցի հարցի քննության անդրադարձ կատարելու, այդ պատճառով հնարավորության դեպքում կցանկանայինք նախքան քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին նախնական դատավարությունների տրամաբանությամբ անդրադարձ կատարելուն, իդեպ մենք նաև ներկայացնելու ենք նման միջնորդություն, նաև միջդատական բարություն ենք ներկայացրել, մեղադրական եզրակացությունը հաստատելու նախորդ փոխփուլում ենք ներկայացրել, մենք կցանկանայինք խափամամիջոցի հարցը առաջնահերթության կարգով Պատվարժան դատարանը այս մասով, այսինքն մեկ հարցի առաջնահերթության միջնորդությունը ներկայացում, այդպիսի տրամաբանության մեջ եթե կա նման միջնորդություն, կարող է ներկայացվել միջնորդությունը, այսինքն առաջնահերթության կարիք չկա, որովհետև ըստ էության խոչընդոտող հանգամանք չկա, մեղադրանքի կողմի կարծիքով բոլոր հարցերը կհասցնենք քննարկենք, այսինքն առաջնահերթության Պատվարժան դատարան գտնում եմ նախ օրենսգրքի կողմից հենց նշված հայեցողություն է տրված առաջնահերթության կարգով միջնորդություն ներկայացնելու, որի պատճառաբանման նույնիսկ պարտականություն է ապրած, չէ՞, նախ։ Երկրորդը բոլոր դեպքերում կբացահայտեն։
Մենք գործում ենք ազգային ժողովի այլևս պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի, ով գտնվում է անազատության մեջ 2026 թվականի հուլիսի 21-ի հաջորդող ժամանակահատվածում, ինչը միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանքի ելնելով Սահմանադրական դատարանի 16-19 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հենց օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին, եւ նաեւ վճռապետ դատարանի նախադեպային որոշումից, որը եւս կբացահայտենք։ Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Գազինյանի նկատմամբ կիրառված կալանքը անհապաղ քննության ենթակա է առաջնահերթության կարգով, դրա վերացման տեսանկյունից շնորհակալ եմ։ Ես միանում եմ պարոն Վարդանյանի ասացին, հավել եմ, քանի որ կան մեղադրյալները ըստ էության չեն ներկայացել եւ կան պաշտպաններ ըստ էության իսկ պիտի հետաձգվեր ըստ օրենքնոցնամորոց կարգին, որովհետեւ ոչ բոլոր մասնակիցներն են պարտադիր ներկա եւ նիստի շարունակել են հնարավորային տրամաբանությամբ, որ խափանմիջոցի հրատապության հարցը հետևաբար դրանով պայմանավորված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը անցնելը եւ քննարկել խափանմիջոցը պայմանավորված է հենց դրանով, որ օրենսգիրը հատուկ վերապահում արել նմանատիպ իրավիճակների համար եւ ես գտնում եմ, որ առաջնահերթ այս պայմաններում նպատակահարմար իրավաչափ է քննարկել խափանման միջոցի հարցը, որի շրջանակում օրինակ ես ունեմ հետապնդման հետ կապված հարց, որը այդ համատեքստում կքննարկեմ, բայց չեմ միջնորդի։ Հետևաբար խափանման միջոցների հարցի լուծումից հետո հնարավոր է նիստը հետաձգվի, որ բոլորը ներկա լինեն եւ հնարավոր է այլ մասնակիցները եւս նման միջնորդություններ ունենան, որպեսզի կրկնություն չլինի հարցերի անցնելուց հետո վերադարձ կատարվի կրկին քննարկվի։ Կարծում եմ այս տրամաբանության մեջ իրավաչափը հենց խափանման միջոցները քննարկել բոլորի մասով, այնուհետև այս հարցը Լսելով կողմերի դիրքորոշումները դատարանը արձանագրում է, որ ըստ էության քրեական դատավարության այսպիսով նախատեսվում է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոցի հարցի քննությունը առաջնահերթության կարգով, այնուամենայնիվ դրան տարբեր մեկնաբանություններ են տրվում, սույն դատարանային համոզմանը, որ առաջնահերթությունը կարող է գնահատվել միայն այն դեպքում, երբ որ քննարկման առարկա դարձված լինի դատարանի պատշաճ օրենքի հիման վրա գործող լինելու հետ կապված հարցերը, արդեն քննարկեցինք առարկայական քրեական գործի դատության, ինչպես նաև բացարկի ինքնաբացարկի վերաբերյալ համապատասխան հարցադրումները, որպեսզի չներկայացվեցին, հետևաբար նման պայմաններում հաշվի առնելով նաև որ մեղադրյալներից երկուսը բացակայում են, ներկա մեղադրյալներից մեկին համապատասխան դատավարական փաստաթղթերը հասանելի չեն դարձվել, հետևաբար այլ հարցադրումների անդրադառնալը բացի բացառությամբ մեղադրյալների նկատմամբ կիրառված խափան միջոցի դատարանը միգուցե ոչ թե միգուցե այլ քննարկման առարկա չէր դարձնել։ Հետևաբար դատարանը բավարարում է ներկայացված միջնորդությունը եւ ոչ միայն ձեր պաշտպանյալի, այլ նաեւ հաշվի առնելով որ անազատության մեջ գտնվող մի շարք անձինք կան, վերջիններից նկատմամբ կիրառված խափան միջոցի հարցադրումները քննարկվում է առաջնահերթության կարգով։ Նման տրամաբանությամբ հարգելի հայ մեղադրող խնդրում նշել մեղադրյալների նկատմամբ ինչպիսի խափան միջոցներ են կիրառված եւ դրանց փոփոխման վերացման կամ ժամկետի երկարաձգման առնչությամբ ինչ դիրքորոշումներ ունեք։ Շնորհակալություն պատվարժան դատարան, այսինքն ես ճիշտ եմ հասկանում պատվարժան դատարան անցում եք կատարում մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման վերացման երկարաձգման հարցին, թե հրատապության կարգով ներկայացված միջնորդությունն է։ Բոլորին անդրադարձ է կատարում հասկանալի է։ Այդ թվում նաև հրատապության կարգով ներկայացված միջնորդությանը։ Ձեր նախընտրությամբ որին ուզում եք Որովհետև եթե միջնորդությունը ներկայացված միջնորդությունն է քննարկում, միջնորդությունը պետք է ներկայացվի պաշտպանների կողմից, որովհետև իրանք են ներկայացրել միջնորդությունը, նոր ըստ էության հակափաստարկներ ներկայացվի այդ տրամաբանության մեջ են հասկացա ձեր դիրքորոշումը, տրամաբանության ձեր դիրքորոշման մեջ դատարան առաջարկում է ձեր դիրքորոշումների մի հատ բոլոր մեղադրյալների մասով ներկայացնեք, առարկություններին ձեզ պատասխանել հնարավորություն։ Շատ բարի։ Ուրեմն անդրադարձ կատարենք մեղադրյալ Արման Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի հարցին, պատվարժան դատարան մեղադրանքի կողմի դիրքորոշումը վերամեծված հարցի վերաբերյալ հետևյալն է, մասնավորապես մեղադրյալ